Այսօր մենք տոնում ենք մեր հանրապետության անկախության տոնը, որը մեր ժողովրդի ամենակարևոր որոշումն է, որը կայացրել ենք 34 տարի առաջ։ Հայաստանի Հանրապետությունը դարձել է անկախ, որովհետև հայ ժողովուրդը որոշել է, որ ուզում է ապրել ազատ անկախ երկրում եւ որոշել սեփական երկրի ճակատագիրը ինքնուրույն։ Եվ այս հրապարակից է սկսվել այն ազատությունը, որը մենք վայելում ենք։ Այսօր մենք տեսնելու ենք թամանյանական այս գլուխգործոցի նոր շունչ առնելը, նոր լուսավորությունը։ Սիրելի հայրենակիցներ, շնորհակալ եմ, որ այստեղ եք, շնորհակալ եմ, որ միասին կիսում ենք այս գեղեցիկ մի փոքր ցրտաշունչ երեկոն, եւ ուրեմն կեցցե անկախությունը եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Հրաշալի միջոցառում էր, հրաշալի, ուղղակի հիանալ կարելի է։ Ճաշակով, վերջապես ամեն ինչը բարձր մակարդակով տեսան։ Շատ սիրուն էր, շատ լավն էր։ Շատ գեղեցիկ, շատ իմաստով էր։ Опера выглядит замечательно, очень красиво, подсветка, особенно вечером. Ես ուրախ եմ շատ, հա լավն է, այդ ձուկը այդտեղ։ Ինձ դուրը շատ է գալ այդ ամեն ինչը։ Ընկերներիցս խորհուրդ կտամ, որ իրանք ստե միշտ խաղան, որովհետև ստե շատ լավն է։ Հաճելի է, որ Երևանում նման տեղ է, որտեղ երեխաները կարող են զբաղվել, խաղալ, ամեն ինչից օգտվել։ Շատ ուրախ եմ տեսնել նաև հաշմանդամություն ունեցող կամ ինչ-որ խնդիրներ ունեցող երեխաներին, ովքեր նույնպես կարող են օգտվել քաղաքային այգուց։ Վաղուց երազում ենք, որ հենց այս մասում ներառական խաղարապարակ լիներ, ոնց որ մեր մտքերը կարդացին ու իրականություն դարձավ։ Երեխաները ուղղակի հիացմունքով խաղում են, բազբզում, իջնում։ Շատ գոհ են երեխեքները, մենք էլ։ Очень классно, вот мы пришли с сыном, много людей сегодня. Да, дети очень рады. Марк, тебе нравится? Մեր անկախության տոնի օրով այս գեղեցիկ բացումը կարծում եմ կարևոր է նաև այն առումով, որ նմանատիպ նախագծերի իրագործումը մեզ հիշեցնում է, որ Երևան քաղաքը դա միայն շենքերը չեն, ջրագծերը ու ճանապարհները չեն, գոյուղիները չեն միայն, այլ նաև երեխաների համար բարեկեցիկ եւ ներառական միջավայրն է։ Եվ իրականում մեր երեխաների այսօրվա երջանկությունից մեր ազատ եւ անկախ երկրի վաղվա ապագան է կախված։ Եվ հետևապես շնորհավորում եմ բոլորիս անկախության տոնի արդիվ եւ շնորհավորում եմ նաեւ այս գեղեցիկ խաղանապարակի բացման արդիվ։ Հիմնադրամի գլխավոր նպատակը երկրում միջավայր փոխելն է։ Իսկ ցանկացած փոփոխություն լինում են փոքր կամ շատ փոքր քայլերով։ Եվ մենք հավատացած ենք, որ այս փոքր քայլը եւս մեկ առաջընթաց կլինի այդ մեծ փոփոխության մեծ ճանապարհին։ Նիցայի հետ վաղեմի գործընկերային կապերում ենք եւ կազմակերպեցինք եւ երկկողմ քննարկում եւ իհարկե տեսակապով նաեւ քննարկում արդեն նեղ մասնագիտական ուղղությամբ մեր կանաչապատման հողակը եւ համապատասխան մասնագետները
միցի կապի մեջ լինեն, տեսակապով որոշեն արդեն օրակարգային ինչ խնդիրներ ունենք կանաչապատման ոլորտում, ինչ իրավասություններ կան ընդհանուր, որպեսզի տարանջատենք հստակ համագործակցության ուղղությունները եւ հստակ փորձի փոխանակման ուղղությունները։ Շատ կարևոր եմ համարում այս քննարկումը, քանի որ եւ Երևանը եւ Նիսը երկուստեք ընդունել են բնապահպանական հարմարեցման քաղաքականությունը։ Ամբողջ աշխարհում կլիմայի փոփոխությամբ պայմանավորված կողմերի մասնագիտական շփումներն առավել կնպաստեն փորձի փոխանակման արդյունավետության բարձրացմանը։ Ես որպես Նիսի քաղաքապետարանի ներկայացուցիչ բարձր եմ գնահատում Երևանում կանաչապատման ոլորտում արված աշխատանքը եւ պատրաստ եմ աջակցել այդ ամենի զարգացմանը։ Երևան համայնքում կանաչապատման ոլորտում իրականացվում է շատ մեծ ռեֆորմներ, բազում հարցեր են քննարկել, սկսած բույսերի պաշտպանությունից, վերջացած քարտեզագրումից, կանաչ զանգվածում առկա ծառատեսակների, մոտեցումներից, դրանց պլանավորումից, ինչպես նաև քաղաքային միջավայրում, քաղաքային լանդշաֆտի ձևավորման հետ կապված խնդիրներից։ Առաջի սերմերն էին, որ դրեցինք համատեղ Նիցի քաղաքապետարանի մեր գործընկերների հետ եւ արդեն առաջիկայում կարող ենք սպասել թե փոխադարձ այցելություններ, թե խորհրդատվություն, թե փորձի ընդօրինակում եւ կարծում եմ երևանցիները շուտով նաեւ կտեսնեն, թե ինչ արդյունքներ կտա այս համագործակցությունը։ Շուտով մեր մայրաքաղաք Երևանի ծննդյան օրն է։ Երևանի Երևան տոնակատարություններին սպասում ենք բոլորս։ Այն կարևոր դեր է խաղում մեր երևանցիների եւ բոլորի առօրյայում։ Այդ իսկ պատճառով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների եւ սոցիալական պաշտպանության վարչությունը կազմակերպել է մի շարք միջոցառումներ մեր փոքրիկ երևանցիների համար։ Արի պատմեմ։ Երևանի ամրոցը մեր քաղաքի կարևորագույն վայրերից մեկն է եւ մեր երևանցիների պատմամշակութային ժառանգությունը։ Մենք երևանցիները շատ ենք սիրում մեր քաղաքը եւ իհարկե սիրում մեր ամրոցը։ Ուստի մեր առաջի խորագիրը Սիրո նամակ Երևանին խորագիրն է։ Սրանով 3-ից 5-րդ դասարանցիները հնարավորություն կունենան ուղարկել իրենց նամակները, որտեղ որ նկարագրում են իրենց սերը Երևան քաղաքի հանդեպ։ Մշակույթը եւ արվեստը Երևանի կարևորագույն մասերից մեկն են եւ հնարավոր չէ պատկերացնել Երևանը առանց երևանյան մշակույթի։ Այդ իսկ պատճառով Իմ Երևան, իմ արվեստը մեր երկրորդ խորագիրն է։ Դրա ընթացքում մեր 11-ից 14 տարեկան երևանցիները հնարավորություն կունենան ուղարկել իրենց արվեստի գործերը, որոնք կցուցադրվեն Երևանի քաղաքապետարանում։ Փաստ է, որ Երևանը աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է։ Եվ սրա մասին խոսում ենք ոչ միայն մենք երևանցիներս, այլ խոսում է ամբողջ աշխարհը։ Երևանի գեղեցկությունը փաստող տարբեր մշակութային, արժեքավոր փաստաթղթեր կան։ Եվ այդ իսկ պատճառով մեր երրորդ խորագիրը կոչվում է Իմ աչքերի Երևան։ Սրանով մեր 13-ից 15 տարեկան քաղաքացիները հնարավորություն կունենան ուղարկել իրենց մինչև 5 րոպե տևողությամբ տեսաֆիլմները։ Դա կարող է լինել ցանկացած ժանրում, ինչպիսին են վավերագրական, ազատ կամ նարատիվային։ Ընտրությունը քոնն է, իսկ մենք կսպասենք ձեզ բոլորիդ հոկտեմբերի 13-ին Երևանի քաղաքապետարանում։ Ես Դավիթ Նեմղլիջյան, մասնագիտությամբ նախագծերի կառավարիչ, շատ ուրախ եմ, որ ներգրավված եմ քաղաքապետին կից երիտասարդական խորհրդում։ Խորհրդում այս պահին կան բազմաթիվ նախագծեր եւ նախագծերում շատ կարեւոր դեր է խաղում պլանավորումը, ժամանակացույցի ճիշտ հստակեցումը, ֆինանսների բաշխումը, ինչպես նաեւ ռիսկերի գնահատումը։
Ես Հարութ Առաքելյանն եմ, Երևանի քաղաքապետինքից երիտասարդական խորհրդի անդամներից մեկը։ Խորհրդին միացել եմ այն սկզբունքով, որ մայրաքաղաքում երիտասարդների կյանքը ավելի բարելավել։ Այդ իսկ պատճառով նախաձեռնել ենք մի ծրագիր, որը հնարավորություն կտա երիտասարդներին ավելի մեծ ծավալով ներգրավել համայնքային ծրագրերին։ Միջազգային նաև փորձը ուսումնասիրելուց հետո առաջ ենք բերել մի հնարավորություն, մի նոր հավելված։ Հավելվածը ներբեռնելուց հետո օգտատերը մուտք գործելուց հետո ստանալու է տվյալ տեսքը։ Օգտատերը ստեղծում է իր անձնական էջը, որտեղ ինքը ստանում է սկսնակ կամավոր կոչումը, ինչը հետագայում իր կամավորական աշխատանքները իրականացնելուց հետո ենթակա է փոփոխության ավելի բարձր աստիճանի։ Օգտատերը հնարավորություն է ստանում մասնակցել կամավորական աշխատանքներին եւ առանձին հատվածում նշված են լինում գալիք կամավորական աշխատանքները, օրացույցի վրա նշված է լինելու մոտակա ամսվա ընթացքում ինչ կամավորական աշխատանքներ կան։ Ներքևի հատվածում մենք ունենում ենք քարտեզ, որը իրենից ներկայացնում է փոքրիկ խաղ եւ օգտատերը եթե կատարում է բավականաչափ կամավորական աշխատանքներ, ի վերջո հասնում է մրցանակին, որի գաղտնիքները դեռ չենք բացում։ Այն իրականում մեծ հնարավորություն կլինի մեր երիտասարդների համար մասնակցելու քաղաքի զարգացմանը, մասնակցելու իրականացվող ծրագրերին, ինչպես նաև ժամանակի ընթացքում նաև առաջարկելու իրենց գաղափարներն ու իրենց ծրագրերը, որոնք քաղաքը ավելի լավը կդարձնեն։ Օգտատերերը այստեղ հնարավորություն են ստանալու առաջարկել հենց իրենց նախագծերը եւ տարվա կտրվածքով սահմանված է լինելու ինչ-որ գումարային ֆոնդ, որը տվյալ նախագծերի վրա կծախսվի։ Եթե դուք էլ ունեք հետաքրքիր մտահղացումներ եւ նախագծեր եւ ցանկանում եք միանալ քաղաքապետինքից երիտասարդական խորհրդին, ապա խորհուրդը միշտ բաց է։ Մեր սիրելի երիտասարդներին խնդրում եւ հորդորում եմ ծրագրի մեկնարկից հետո լինել հնարավորինս ակտիվ մեր այս հավելվածում, գրանցվել որպես կամավոր, դառնալ քաղաքի մի մասնիկը ու իրենց ավանդը ունենալ քաղաքի զարգացման գործում։ Կենտրոն եւ Նոր Մարաշ կանաչապատման ստորաբաժանմանում եմ աշխատում գրեթե 1 տարի։ 1 ամիս առաջ առողջական խնդիրներ ունեի, դիմեցինք FS կազմակերպությանը, ծառայությունը շատ բարձր որակի կազմակերպեց, գրեթե 1 ժամվա ընթացքում FS կազմակերպությունները կապվեց մեր հետ եւ իրենք հարցրին, որ հիվանդանոցում եք նախընտրում բուժվելու, շուրջ 1 ամիս բուժում եմ կատարվել։ 95%-ով նաեւ դեղորայքային ուրեմն փոխանցումներ կատարվեց 5%-ի այն ցուցակի մեջ, որ դեղերը որ չկային, մենք դրանք արդեն չնչին գումարեր։ Շատ գոհ եմ։ 15 տարի աշխատում եմ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող Կենտրոն վարչական շրջանի համար 7 մանկապարտեզում որպես դաստիարակ։ 1 տարի է, ինչ օգտվում ենք ապահովագրական ընկերությունից։ Փոխհատուցումները եղել են ժամանակին եւ արձագանքները, որը որ շատ կարեւոր է, եղել են հստակ եւ առանց ուշացումների։ Ունենք հիմք, մեջք, իդեմս մեր քաղաքապետարանի, որ ներկայացնում է մեզ, ապահովագրության տեսքով կարողանում ենք ավելի հեշտ դիմել, առանց վախենալու, ավելի շատ վստահ լինելով։ Աշխատում եմ ավտոբուս ՊԲ-ում որպես վարորդ, մի ամիս առաջ աչքի խնդիր տվեց, էլի դիմեցի, ուղղորդեցի վիրահատություններ ահացավ, նորմալ, աշխատում ենք Երևան համայնքի համար, համայնքն էլ մեր առողջության համար մտահոգ է։
երրորդ աղբից։ Վերաօգտագործիր, ստեղծագործիր։ Վերամշակիր, ձգտիր կանաչ ապագայի։ Վերամշակենք միասին։ Երևանում արդեն գործում է հասարակական տրանսպորտի միասնական ժամանակակից տոմսային համակարգը 4 տարբեր վճարման կրիչներով։ Դրանցից մեկը թղթային QR կոդով մեկ երթտոմսը նախատեսված էր հազվադեպ օգտվողների համար, բայց իրականում այն սկսել են հաճախ օգտագործել նաև ամենօրյա ուղևորները։ QR կոդը միշտ չէ, որ լավ է տպվում թղթի վրա, ինչի հետևանքով հաճախ չի ընթերցվում սարքի կողմից, ուղևորի համար ստեղծելով անհարմարություն, ինչպես նաև առաջացնում է այլ տեխնիկական եւ գործառնական խնդիրներ, որոնք խոչընդոտում են համակարգի հուսալի եւ սահուն աշխատանքը։ Ահա թե ինչու տեխնոլոգիական ու էկոլոգիական մոտեցումներից ելնելով օգոստոսի 1-ից թղթային տոմսային տարբերակը դուրս կգա շրջանառությունից եւ կփոխարինվի ավելի հարմար ու հուսալի լուծումներով։ Այսպիսով միասնական համակարգը շարունակելու է գործել 3 նորարար վճարման տարբերակով՝ տրանսպորտային քարտ, անհպում բանկային քարտ, Telcel Wallet բջջային հավելված։ Տրանսպորտային քարտը կարելի է ձեռք բերել մետրոյի կայարաններում Telcel տերմինալներից կամ գանձապահներից, Telcel սպասարկման կետերից, Հանրապետության եւ Ֆրանսիայի հրապարակի ինֆոկետերից։ Քարտը ձեռք բերելուց հետո անհրաժեշտ է կցել ձեր նախընտրած տոմսային փաթեթը transport.yerevan.am կայքում, Telcel սպասարկման կետերում, Telcel տերմինալներով կամ Telcel Wallet բջջային հավելվածով։ Սա հերթական քայլն է դեպի հարմարավետ, էկոլոգիապես պատասխանատու եւ ժամանակակից քաղաքային տրանսպորտ։